Բարի գալուսիվիլն է, տաղավարում հյուրընկալել են Պահեստազորի գնդապետ Գեորգի Սահակյանին։ Բարի ձեզ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Սահակյան, զրույցի առիթը ձեզ հետ բանակում վերջին 10 օրվա ընթացքում հատկապես իրար հետևից գրանցվող մահվան դեպքերն են, 3 մահվան դեպք է գրանցվել, եթե չեմ սխալվում, եւ դրա վերաբերյալ տարբեր են քննարկումներ, այսօր էլ ազգային ժողովում նաեւ կառավարության ծրագիրը ներկայացնելիս քննարկում է այդ հարցը եւ վարչապետը որոշակի մտքեր է արտահայտել, դրանց էլ կանդրադառնանք, բայց առաջին հարցը, որ կուզեմ կցանկանամ խոսեք եւ պատասխանեք այդ հարցին, ով է պատասխանատվություն կրելու բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերի համար, ձեր կարծիքով։ Իհարկե բանակում պատասխանատուները հրամանատարներն են, դե կապ չունի ամեն ուղղակի հրամանատարն է պատասխանատու ստորաբաժանման համար դասակից մինչև գումարտակ, զորամաս եւ միավորում հրամանատար։ Իհարկե կան վարչության սպաներ, տարբեր պատասխանատու անձինք, ովքեր նաեւ դաստիարակության ոլորտի կամ զորքերի ծառայության պատասխանատուներ են, բայց ամենաառաջի պատասխանատուն դա հրամանատարներն են։ Տեսեք, երբ որ խոսում եք այս խնդիրների մասին, առաջինը, որ նշում է վարչապետն այսօր խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում, ասելով, որ ամենամեծ խնդիրը, որ կա եւ հանդիսանում է հիմքերի հիմքը կամ ամենամեծ ուրեմն պատճառը, որ գրանցվում են մահեր բանակում, դա պոստում քնել կոչված երևույթն է, որ զինվորը պոստում քնում է, նրա վերաբերյալ ինչ որ այսպես խտրական կամ, չգիտեմ, դրսևորումներ լինեն, ուժային որոշակի դրսևորումներ լինեն եւ դա հանգեցնում է կոնֆլիկտը վերածվում է կրակոցների։ Որպես նախկին նաեւ գնդապետ ձեր ծառայության ժամանակ, հա, այս խնդիրը իսկապես եղել է շատ լրջագույն խնդիր եւ ինչ անել այդ քնելու խնդիրը վերացնելու համար։ Նայեք, դա ընդհանրապես արտահայտում է եւ ցույց է տալիս այն վերևի մասնատատերությունների եւ ինչ անել կամ ոնց անել, դա բավական լուրջ միջոցառումների ցանկ է պահանջում, որպեսզի մենք հասնենք նրան, որպեսզի զինծառայողների դիրքում չքնեն։ Առաջին հարցը իհարկե դա անհրաժեշտ կադրային աշխատանքն է հրամանատարները, որպեսզի տեղերում լինեն եւ ազնագազմի համալրվածությունը, ինչպես նաեւ զինվորական ծառայության ճիշտ օրվա կարգացուցակի պահպանումն է։ Եվ ինչքան էլ ասենք դա ինչ որ խնդիրներից ամենակարևորն է, բոլորն են կարևոր, նշենք որ դա կարևոր, չենք ասում որ դա կարևոր չի, բայց ամենակարևոր խնդիրը օրվա կարգացուցակի պահպանումն է։ Այսինքն հերթականությամբ ինչ որ գրած է դա իրականացվի, այսպես ասած։ Նայեք, մեր խնդիրները որտեղից են առաջանում։ Կա կանոնադրություններ, մարտական կանոնադրություն, ներքին ծառայության կանոնադրություն, կա նաև պահակային ծառայության կազմակերպման ծառայություն, ասենք կանոնակարգերը։ Դրանք հիմքերն են, որով ինչով պետք է հրամանատարները առաջնորդվեն եւ առաջնորդվելու դեպքում հաջողություն կունենան։ Այդտեղից նաև կա որպեսզի այդ կանոնադրությունները ճիշտ կատարվեն, մարտական հերթապահության կրման հերթափոխի կամ ծառայության գրաֆիկը, իսկ ներքին ծառայության համակարգում, այսինքն խաղաղ պայմաններում օրվա կարգացուցակն է։ Դա այն ոսկի փաստաթղթերն են, որոնք հրամանատարները պետք է առաջնորդեն եւ զորքերը պահպանեն։ Այն հարցերը, որոնք վերաբերվում են դիրքում քնելը կամ պահակային ծառայության ժամանակ թերի իրան ծառայությունը կազմակերպել, դա արտահայտություններն է, այսինքն դա հետևանքներն են, այո, բայց միջ այդ մենք փաստորեն եթե հետաքննություն հասկացնվեր, մենք կարող գանք դուրս գանք այն հանգամանքի վրա, որ միջ այդ ծառայության կրելը տեղի են ունեցել բազմաթիվ թերություններ, բազմաթիվ բաց թողումներ, որոնք բերել են նրան, որ այդ ծառայողը իր հասանելիք հանգստյան ժամը չի հանգստացել, կամ միջ այդ այլ միջոցառումները իրականացնել հրամանատարը դա չի տեսել կամ չի ցանկացել տեսնել եւ դա կամ չի տեսել կամ չի ցանկացել տեսնել, բայց դրան հասնելու համար որպես դու տեսնես, իմանաս դու պետքա իրոք խիստ կանոնակարգով քո ծառայությունը կազմակերպես։ Խիստ կանոնակարգով ծառայությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է ճիշտ կադրային քաղաքականություն վարել, որպեսզի բացի համալրվածությունը տեղը լինել է օրինակ մեր սպայական կազմում, նաև այդ կադրերը իր տեղում գտնվեն, ասենք ստե ուսումնասիրության, մասնագիտական պատրաստության այդ մարդկանց, հրամանատարական օժտվածությունը իրանց կամքի լինելը եւ բոլոր, ասենք այն հատկանիշները, որը պետք է հրամանատարը ունենա։ Եվ հենց այդ կարգացուցակի չպահպանումը ինքը բերում է նման հանգամանքներից։ Ամենագլխավորներից մեկը դա եմ ես համարում, էլի, որ չեն կարողանում դա անել։ Ավելի պարզ լեզվով եկենք խոսենք, եթե զինվորը քնում է պոստում, այսպես ասած, դիրքում,
դա նշանակում է, որ ինքը լավ չի հանգստացել մինչև այդ եւ բանի ծառայության կրման ժամանակ աչքերը փակվում են, ինքը քնում է, հա։ Ինչու դիրքերում, օրինակ, չգիտեմ, որ դեպքերում, ինչի արդյունքում, ինչի հետևանքով զինվորը լավ չի հանգստանում։ Կան տարբեր կարծիքներ։ Մեկը ասում են, որ չգիտեմ, այնտեղ որտեղ ինքը հանգստանում է, դիրքից բավականին հեռու է, մինչև գնում վերադառնում է, այդ 2 ժամը, որ իրեն հատկացվում է քնելու հանգստանալու համար, չի հասցնում։ Երկրորդ ասում են, որ դիրքերում կան հավասարների մեջ ավելի հավասարներ, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրողներ, որոնք ստիպում են իրենց տեղը եւս մյուսները ծառայություն կրեն եւ իրենք հանգստանում են, հա։ Որն է պատճառը, եկեք ավելի մարդկային, այսպես պարզ լեզվով բացատրենք։ Ավելի մարդկային լեզվով ասենք, բոլոր ձեր թվարկած, այսպես ասենք, հանգամանքները կան, բոլոր թե քրեական ենթամշակույթ գրող, այսպես ասենք, անձինք կամ էլ միջ ծառայության կրելը համապատասխան ոչ ճիշտ նախապատրաստել է մարտական հերթապահության, ինքը երկու դեպքում էլ վերում է արտակարգ պատահարի։ Բայց մենք գանք, ասենք, որտեղից է դա գալիս, խի է այդպես ստացվում։ Նայեք, իմ ծառայության ժամանակ հենց որ ամեն մին պրիզը որ գալիս էր, հենց որ համալրումը իրականացվում են, բացի իմ ենթականների մոտ աշխատանքային իրենց տետրերը սահմանված ուսումնասիրություններ, ասենք ես անձնական ուսումնասիրության տետր եմ ունեցել ինքս իմ համար։ Եվ ցանկացած զինվոր հենց որ մտնում է զորամաս, այդ զինվորի հետ անհատական բացի զրույց անցկացնել բավականին շատ հարցադրումներ եմ տալիս եղել։ Ընդհանուր զինվորին ես արտաքին տեսքը զննում եմ, ես անում, բժիշկները զնում, անցկացնում եմ, բայց անձամբ անում է, ուշադրություն է դարձնում եւ դաջվածքների ուշադրություն է դարձնում արտաքին տեսքի, պահվածքի, խոսելու ձևին, ամեն ինչին։ Ես իմ համար արդեն գրառում եի կատարում, որ ինքը ոնց է քաղաքացիական կյանքից եկել մեզ մոտ եւ մոտավոր ինչ կարելի է սպասել այդ զինծառայողից եւ ինչ անհրաժեշտ է արած աշխատանք եւ ինքս արդեն ցուցմունքներ եմ տալիս եղել տեղակալներին, ստորաբաժանումներ եք տվել ինչ։ Այո, ցուցումներ եմ տվել, որ այս զինվորի վրա պետք է այս ուշադրությունը դարձնել, այս ուշադրությունը։ Երկրորդ հարցը, որ ես ինչ էի անում էլի։ Ես պարտադիր կապ էի հաստատում ծնողների հետ։ Այդ նույն գիշերը, այդ նույն ազնվությամբ ես հիմա եթե ինչ որ խնդիր էիք տեսնում, միանգամից կապվում եք ծնողների հետ։ Ոչ, ես խնդիր տեսնեմ, չտեսնեմ, ես անմիջապես խոսում եի ծնողների հետ, բայց միևնույն ժամանակ եթե խնդիրը տեսնում եմ, ես փորձում եմ խնդիրի պարզաբանեմ իմ համար, տենամ այդ խնդիրը որտեղից է առաջացել, ծնողները ոնց է անխտիր բոլոր զինվորների հետ կապված խոսում եք ծնողների հետ։ Այո, ես հիմա ձեզ հետ խոսում եմ, ինձ երևի կլսեն մեր ծնողները, իմ ենթակաները եւ ինչ կարող է, չգիտեմ, որ ասեմ 100% միգուցե 98% ծնողների հետ խոսացել։ Դե մեծամասնության հետ լավ։ Ես կարելի է ասած բոլորի հետ եմ խոսացել, բայց մի անգամ չեմ խոսացել, կարող է իմանաք դա ձևական մի անգամ ես խոսեցի ու դրանով ավարտեցի։ Ինչու՞ համար եք բայց կապ հաստատում, ինչու՞ համար եք խոսում։ Այո, այդ հենց ծնող հրամանատար կապ հաստատելու համար, որպեսզի ես պարզաբանեմ իր երեխայի խառնվածքը, պարզաբանեմ միջ ծառայ հիմա որ հարցեր առաջանում, օրինակ ասում եք արտակարգ պատահարների կամ դեպքերի պատճառների որն է ելնում, ասենք որ մենք ասում քրեական ինչ որ մշակույթ է եկել կամ չգիտեմ այդ որտեղից ինքը եկել է, ինչ որ խնդիր է իր հետ բերել, քաղաքացիական կյանքն խնդիր է բերել, ես փորձում եմ իմ համար նախնական պարզաբանեմ, տեսնեմ Իսկ որ թե որ զինվորի հետ ինչպես աշխատել այսպես։ Այո, ինչպես աշխատել, դա շատ կարևոր է, եթե հրամանատարները սկզբնական փուլում այդ կապը չեն հաստատում եւ իրենք զրկում են այդ հնարավորությունից, այսպես ասած, մարդկային ձևով կապը հաստատում եւ այդ ինֆորմացիան քաղել ծնողից։ Ես 100% ծնողները ինձ ոնց կա, ինչ խնդիրներ, խնդիրներ կա, սա ասում էին։ Ասում են դրական կողմերը, բացասական կողմերը, տարբեր ու ընդհանուր ես զգում եմ, որ իրանք ուզում են իմ հետ խոսան։ Այսինքն որտեվ իրանց երեխայի կյանքին է վերաբերում։ Այո, կարիքը կա։ Իրանք օրինակ կարող է մտածում են, որ ոնց չարենք հրամանատարին, ոնց կարելի է այդ կապ հաստատել, չէ՞, բայց ես իրանց այդ կապը ինքս էի հաստատում, որպեսզի նախ պատկերացում ունենամ, ինչ ընտանիքից է եկած այդ զինծառայողը եւ ընդհանրապես ոնց կարամ ես իր հետ ասենք խոսեմ։ Եվ հաստատ ես իմ հեռախոսի համարով որ խոսում եմ, ես այլ հեռախոսի համարով չէի խոսում ծնողների հետ։ Ես խոսում եմ իմ անձնական հեռախոսի համարով։ Եվ իրենք ունենում էին ձեր համարը, այսպես ասած։ Իրանք ունենում են, իսկ սկզբանե ոչ, ես զինվորին չեմ ասել, որ ձեր ծնողներին համարը տվեցիք իմանան։
Եվ ես ոչ մի սահմանափակում չեմ մտցել ոչ մի ծնողի, որ երբ կարա։ Ուղղակի մարդկային իրանք են որոշում կարելի է եւ կներեք, ես դա ուղղակի այդ ինչի համար դա ասեց, որ այդ մին կարևոր գործողություն է, որ հիմա օրինակ հարցեր են տալիս, ինչ անենք, որպեսզի բացառենք ինչ-որ խնդիրներից, չէ։ Մի կողմից թվում է դա քիչ բան է, բայց իրականում դա դու ստեղծում ես այն կամուրջը, որը ասինքն հնարավորություն է տալիս հրամանատարին ծնողի հետ եւ այդ քաղաքացիական իրենց կյանքը ավելի շուտ տիրապետել խնդիրները, քան թե զինծառայողը։ Այդ մին հարց։ Ինչ վերաբերում է արդեն այդ զինծառայողը քաղաքացիական կյանքից բերելու մեզ մոտ, ասենք եւ մեզ մոտ զինվորական ծառայության մեջ թերություններ, խնդիրներ կամ որևէ կոնֆլիկտների մեջ մտնելը, դա մեր խնդիրներն են արդեն, որոնք մենք մեր թերություններն են, խե։ Հիմնական մեր թերությունները կայանում ասեմ, որտեղ աշխարհից մեր խնդիրները այսօր նրա մեջն է, որ վաշտ դասակ օղակներում այս պայն ունենք չկայացած սպայական կազմ։ Այդ սերժանտական կազմ ասացի նկատի ունեք։ Ոչ, սերժանտական կազմին առանձին կարանք անդրադառնանք։ Ես այսօր խոսում եմ միջև կապիտան վաշտ օղակը, այն օղակն է, որ օրինակ մենք խոսում ենք տարբեր վարչություններից, միավորումներից, շտաբներից, հանձնաժողովներ, ես ինքս տիրապետում եմ վիճակին։ Հանձնաժողովները դրանք ընդհանրապես չանտեսելով, չի վարկաբեկելով եւ ոչ մի ձևի չի իջացնելով իրենց աշխատանքները վարչությունների ամենայն հարգանքով, այսպես ասենք, լի, բայց բացի վաշտի մարտկոցի դասակի հրամանատար եւ մաքսիմում միջև գումարտակի հրամանատար իր վարչությունով դաստիարակության օղակը եւ կառավարման օղակը զորքերը այդ օղակն է։ Մնացածները աջակցող են, մնացածները ուղղություն տվող են, մնացածները գաղափար տվող են, իսկ անմիջապես զինվորի այդ գործանողը քնողը, վերկենողը, պարապոն կասկածնողը դա դասակ վաշտ օղակնն է, միջև կապիտան սպայական։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր ասածից, որ օրինակ թերությունների տեսանկյունից, որ շատ հաճախ օրինակ այդ դասակ վաշտ մակարդակում, որ իրենց հրամանատարները պետք է ուշադիր լինեն, որ կարգացուցակով ծառայությունն իրականացվի, այդ ասած ուստավով, այսպես ասած ծառայությունն իրականացվի, ամեն ինչ զինվորական կանոնագիրքը ամբողջությամբ իրականացվի, իրագործվի եւ այլ, շատ հաճախ իրենք նույն այն քրեական ենթամշակույթը կարող է կրողները լինեն եւ այսպես չակերտավոր հասկանալով եւ ըմբռնումով մոտենան այդ մարդկանց, որոնք օրինակ ճնշում են մյուս զինվորականին, որպեսզի գնա զինծառայողին, որպեսզի գնա ծառայի, կամ որ չգիտեմ, տարբեր թերությունների վրա աչք են փակում, որովհետեւ իրենց համար դա մեծ հաշվով նորմալ բան է։ Ցավոք սրտի, ճիշտ եք ասում, կան այդպիսի սպաներ, ովքեր, այսպես ասենք, իրանք ոչ ճիշտ ծառայության համակարգի մեջ են լինում եւ հենց գալով համասարանից ռազմական գալիս են ինստիտուտից ներողություն գալիս են եւ իրանք այդ դաստիարակությունը որ պետք է իրականացնեն զորքի հետ հակառակ process-ի մեջ են ասում մտնում իրանք սկսում են իրանք լավ տղու տեղ դնելը փորձում են այդ լավ տղու զինվորական այդ բանի մեջ իսկ ոչ կանոնագրքային հարաբերությունների մեջ են մտնում ի սկզբանե այո ի սկզբանե իրանք շատ սխալ մեթոդ են ընտրում զորքերի սիրաշահելու դեպի իրանք հեղինակությունը հաստատելու այնտեղ այստեղ դա միշտ եղել է նայեք ես դες մի կարևոր բան ասեմ այնպես չի որ դա նոր առաջացել կամ դա այդ խնդիրը 30 տարի առաջ ոնց եղել է կամ Վազգեն Սարգսյանից ոնց կամ տարբեր տղերից լեյտենանտներ ավարտած գալիս են այդ խնդիրը եղել է ոչ բոլորի մոտ բայց այդ խնդիրը միշտ եղել է հիմա այդ խնդիրը կա բայց դու զորամասում ես չէ այդ սպան գալիս է քո մոտ եւ դու ինչ պետք է անես դու պետք է ոնց որ զինվորին կամ սերժանտին վերադաստիարակում ես կամ ճիշտ ուղղություն տալիս ես դու պետք է համակարգ ստեղծած ունենաս դեր որպես այդ լեյտենանտին կարողանաս աշխատես, օգնես, որպեսզի ինքը կայանան դեր։ Նայեք, դա խիա այդպես առաջանում։ Կներեք, ես ուզում բացատրացնեմ, որ ոնց է լինում դա զորամասերը։ Որտեղ զինվորական մեթոդներով չի կարողանում հեղինակություն հաստատել։ Ինքը որ գալի, ուրեմն այստեղ գալիս են երկրորդ հարց։ Ուրեմն այդ զորամասում կամ այդ ստորաբաժանումում, այսպես մեր ասած ուստավը կամ զինվորական ծառայության կանոնագիրքը ճիշտ չի աշխատում։ Ուրեմն այդ զորամասի հրամանատարը եւ ստորաբաժանումը հրամանատարը իր մոտ ոչ ճիշտ կանոնադրական հարաբերությունները հաստատել այնտեղ եւ ինքը միտեղ լսելով, միտեղ իմանալով, միտեղ մտնելով այդ զորամասը ինքը սկսում է ինչ անել, պաշտպանվել։ Ինքը փորձում է այնպիսի իրավիճակում լինել, որ կարողանա շուտ արձագանքել այդ խնդիրներին, կոնֆլիկտները, եթե կա այդ կոնֆլիկտում գոնե, այսպես ասենք, իր բառերով
տակ չտա կամ խոսքի տակ չմնա, ինքը սկսում է իգնորում պայքարելը։ Իգնորում պայքարելու վերջնարդյունքում տեղի է ունենում լուրջ կոնֆլիկտներ, տեղի է ունենում պատահարներ, եւ այդ առանքում նայ այդ լեյտենանտի կամ այդ ավագ լեյտենանտը պայքարելու ժամանակահատվածում երկու խնդիր է կատարում, կամ այդ լեյտենանտը կամ ավագ լեյտենանտը չի կայանում, կոտրվում է եւ ինքը չի կարողանում կանոնակարգային զինվորական ծառայությունը տանել, այստեղից ծնվում է, եթե դա դասակի հրամանատարը, մի դասակ փաստորեն չի կառավարվում։ Մի դասակի մեջ ծնվում է այն մարդիկ, այն ազնվորությունները, որոնք արդեն կառավարում են, արդեն ոչ թե լեյտենանտն է կառավարողը դառնում, այլ լեյտենանտին են կառավարում, ասում որ այսպես պետք է անես, այնպես պետք է անես, մենք այսպես ենք ուզում եւ այլն։ Եվ եթե պատկերացրեք, նման 1, 2, 3, 4 դասակ է լինում, կամ 14 դասակ է լինում, ամբողջ դա զորամասն է վերաբերում։ Մի դասակ է լինում, միգուցե գումարտակն է դժվում այդ հարցից կամ այդտեղ, բայց մենք խոսում ենք, դժվում է։ Ստե դժվել է, չէ՞, ստե մարդկանց կյանքեր է արդեն գնում։ Եվ ի՞նչն է գնում, մարտական խնդրի չկատարումն է արդեն գնում։ Մեզ հիմա խնդիր ունենք, ասեմ, խնդիրները ինչումն է։ Կարծես անհատական սպայի անհատական պատրաստության գնահատականը ավելի կարևոր է համարում, քան թե խմբային, ասենքն ստորաբաժանման գնահատականը։ Նայեք, շատ դեպքում այստեղ կարևոր է նշել ճիշտ խրախուսանքի եւ դուժի, ասենք տալու բան հանգամանքները։ Ինչպես խրախուսես եւ պատժես, այսպես։ Պատժես եւ այդ թե խրախուսելը, թե պատժելը պետք է արդարացի լինի եւ համաչափ լինի։ Եթե դու խրախուսեցիր մի սպայի կամ սերժանտի կամ զինվորի, բայց ոչ արդարացի դա իրականացրեցիր, ինքը համաչափ չարեցիր, այսինքն դու կարա իր շեղում առաջանում, դու ընդհանրապես իրան օրինակ պետքա ընդհանրապես չէ, դա քիչ չի, դու շատ բարա շնորհակալություն հայտնեցի իրան, չէ, ու դա մարդիկ չհամարեն, որ դա հերիք է դրա համար, դու որոշես օրինակ մի անգամից արձակուրդ արտահերտած կամ ներկայացնես գերատեսչական որոշը մեդալը, չգիտեմ, այսինքն շատ ավելի բարձր ստի խրախուսանք տաս, քան թե արդեն մարդկանց մոտ առաջանում է բան անհամաձայնություն է դեպքի, դա ճիշտ չի խրախուսելու մեթոդ այդ ձևի օգտագործելը։ Նույնն էլ դուժը, եթե մարդ որևէ կամ զինծառայող կամ սպա որևէ զանցանք է կատարել եւ դու համարժեք դուժը չես իրան տալիս կամ չես դուժում դրա համար, ինքը ծնում է նոր դեպքեր, ինքը ծնում է նոր պատահարներ, անարդարությունների է բերում։ Եվ այդքանը ինչի՞ս է գալիս։ Բայց ինչպես պետք է կներեք, ինչպես պետք է հրամանատարը օրինակ իմանա ճիշտ պատժելու, ճիշտ սահմանաչափի, հասկանա ճիշտ սահմանաչափի, այդ կանոնը ինքը ունի, որպեսզի չափի այս գործողության համար ինքը պետք է ճիշտ ձևով խրախուսի այսքան, որ հանկարծ արդարությունը ամեն դեպքում սուբյեկտիվ կատեգորիա է, ամեն մարդ արդարության իր պատկերացումն ունի։ Մի պատժաչափը մարդկանց համար կարող է լինել արդար, մյուսների համար անարդար։ Այդ հրամանատարը այս դեպքում ունի այդ կանոնը, որ չափի։ Նայեք, ամեն մի դեպքում հավատացեք, ինդիվիդուալ է, բայց կա կանոն։ Մոտեցումները կարան տարբեր լինեն, բայց ընդհանուր առմամբ վերջնարդյունքում դու մի ձև ես այդքան իրականացնում բոլոր հրամանատար, որովհետեւ կանոնագիրքը բոլորի համար նույնն է։ Այսինքն քո իրավունքները եւ խրախուսելու եւ տուժելու համար վերջի թվով ինքը նույնն է։ Ուղղակի ոնց ես դու դա կիրառում, ոնց ես դու դա իրականացնում եւ ոնց ես դու դա այդ որպես ստեղծագործ ներկայացնում քո կոլեկտիվին, արդեն դա քո ունակություններն է։ Իսկ ինչ վերաբերում է ոնց հասնենք դրան, իրոք դա շատ երկարատև աշխատանք եւ պրակտիկայի միջոցով ես ասենք հասնում դրան եւ սխալներ աներով, ճիշտ քեզ պայելով եւ այլն, ճիշտ պայելով ասենք կարող է սխալ արտահայտություն տվեցի։ Նկատի ունեմ որպես հրամանատար կանոնակարգային ճիշտ քեզ պահելով, էլի։ Եվ կարևոր հարցներից մեկը նա է, որ ստանում ես կապ չունի, զինվորը ստանում քաղաքացիական կյանքից պրիզիվով գալիս է, սերժանտը գալիս ուսումնական կենտրոնից, սպայը գալիս ռազմական ինստիտուտից, հավասարաչափ բոլոր այդ նմանատիպ ձևով պետք է աշխատես։ Հավատեց, ես օֆիցերը համարել եմ ունեցել աշխատանքային տետեր, ցանկացած բարբերաբար կարող է եղել է ծնողի հետ խոսել եմ, ոչ բոլորի, դա պիտի անկեղծ ասեմ։ Բայց սպաներ ետել ունեցել անհատական աշխատանքների տետեր եւ իրանց խնդիրները իմ մոտ արտասովված է։ Դուք պատկերացրեք, որ ասեմ կարող է ասեք սպայի լեյտենանտների տուն առաջին
այդ հացողը ես եմ, թե հանրակացարան կտեղավորենք, թե տուն, ասինքն վարձով տուն վերցնելու համար իրանց ես իմ տեղակալներս 1-2 հոգի վերցնում եմ, մեկը դաստիարակչական գծով, մեկը շտաբի պետ մի անգամ տեղակալ ու պարդատիր այցելում էի սպաներից տուն, տեսնամ ով ինչով է շունչ քաշում։ Հիմա ես կարող եմ պատմում եմ, սա գեղեցիկ է պատմում, բայց հավատեցիք դա իմ կյանքս է եղել։ Ես այդ ձևի անցել եմ։ Իսկ դա Գրիգորի Սահակյանի մշակած մեթոդն է եղել աշխատանքի, թե դա հենց բանակում դրված է, որ հրամանատարը պետք է կապ հաստատի ծնողների հետ եւ parzի թե ով ինչ է շնչում, ինչպես ինչ խառնվածքով մարդ է գալիս, ուրեմն տվյալ դեպքում զորամասին, որ իմանա ինչպես աշխատի իր հետ, որ նույն ձևի ինչպես սպաների հետ շփվի, որ այցելել է սպաների տուն եւ այլ։ Դա ձեր մշակած մեթոդն է եղել, թե դա բոլորի համար է եղել, այսինքն բոլորն են այդպես աշխատել։ Դա իմ մշակած մեթոդն է եղել, ինքը որևիցե մեկը ինչ չի ուսուցանը կամ որևիցե միտը գրած չի, որ հրամանատարները պարտավոր են զանգել, այսինքն հրամանատարները կարան կապ հաստատեն, կարան դա արգելված չի, այսպես արգելված չի, բայց ինքը այսպես ասած այդ ժամանակ երբ որ սկսել էի ես այդպիսի աշխատանքի ոչ օգտագործել, դա որևիցե միտեղ կանոնակարգված չի եղել, այսինքն ես եկել եմ դրան իմ ծառայության անհրաժեշտությունից ընթացքում եւ ասիկ տեսել եմ որ դա տալիս է իր արդյունքները, դրական արդյունքները տալիս է եւ ես շատ դեպքեր հավատեցիք տասնյակ հարյուրավոր դեպքեր կանխարգելում էի նայեք պետք է ամեն հրամանատար որ ասում ինչ անհրաժեշտ է առաջ չէ այքան բան կա որ պետք է ասած որ կուզենամ ասեմ որ իմանան եւ հրամանատարները նայեք եղել են դեպքեր որ իմ աշխատանքային սենյակի դրան տակը մի քիչ տեղ է եղել սետ ես ոչ մեկի ոչ բան չեմ սովորացել ազնվությամբ հավատեցի բայց ես ստանում էի կոնվերտով թղթեր թեկուզ կար են դեղ գրված որ հրամանատարի համարաբար դեղել էին բաներ ասենք 50 բան բողոքների բաների համար այսպես բողոքներ բան հատի եղել է ոչ թե ասում ես ինքս եմ բայց եղել է դեպքեր որ էդ էլի իմ թերությունս է որ այն օղակում որ պետք է ինքը աշխատեր այն օղակը չի աշխատա ես արդեն իմացել եմ որ այդ դասակ կամ այդ վաշճը կամ այդ դիվիզիոնում խնդիր կա ես ուղղակի նամակը զինվորից ստացել եմ իմ դրան տակից են վերցել եւ ինքը ինձ ներկայացել է ձևը ասել է որ խնդիր կա լի խնդրում եք աջակցել ու հավատելով որ ես դա ոչ անհատական եմ սարքելու ոչ համարելու մեծ զինվոր ոչ էլ այդ խնդիրը ես այնպես եմ ներկայացնել որ մյուս զինվորներ ախր նայեք տուժ տալու որ ասեց ինչ պետք է անեք չէ չի կարելի մարդուն տուժել որ դու իրան ասես որ ես քեզ նայի քեզ տուժում եմ այդ ձևի դի հասկացողություն չկա տուժել է կարգ կայենա կա չէ զինվորին եթե տուժում ես կամ սերժանտին կամ քո սպային եթե տուժում ես պետք է ինքը ծիծաղի երեսն ընդունի այդ տուժը իմանա որ ինքը արժանի է այդ տուժին պատկերացնում եք դա այդ ձևել դու որ հասնես տրան եթե հասնես տրան ուրեմն դու կայացած ես այսինքն եթե դու ասում ես ես քեզ ինչ որ ֆիզիկական աշխատանք եմ տալու տա քո տուժն է այդպես չէ ես մի քանի անգամ առիթ ունեցա դրա մասին ասեմ աշխատ կներեք մի քիչ բան եմ ասում դի խնդրեմ որովհետեւ իրավիճակն է հա բայց ուզում եմ իրոք ներկայացեմ այն ձևի նայեք եթե մարդ հասկանում է որ դու իրան տուժում ես ինքը չի ընդունում դա այդ բանը ինքը սկսում է դրան հակազդելը կոնֆլիկտ առաջանում բայց եթե դու իրան բացատրում ես այդ քո աշխատանքով որ խի է ինքը այդ տուժին այո տրավմանություն է դրա մեջ այո ինքը ընդունում է այդքանը եւ ինքը դասա որպես դա համարում բայց ոչ մի հրամանատար ոչ մի պարապմունքի տեղ ոչ մի զինվոր տուժ չբդի տա էլի այսինքն կա նույն ֆիզիկական պատրաստության դասեր, որը դու իրականացնում ես, ինքը ուզում ես համարել դա տուժ է, բայց դա տուժ չի, դու եթե կանոնակարգված ես այդքանը անում, դու ուղղակի քո կարգացուցակի մեջ կանոնակարգված մի քիչ ավելի մեծ նագրուսկ է տալիս զինծառայողներին, բայց նախապատրաստվում ես դրան։ Պարոն Սահակյան, եւ վերջին հարցը հիմա ազգային ժողովում քննարկվեց դրա մասին խոսվեց, այս բանից ստեղծվել է հանձնաժողով, որ ինքնասպանությունների բանակում սպանությունների այդ դեպքերով պետք է զբաղվեն եւ փորձեն հասկանալ ինչ անել, եւ այսօր վարչապետ Փաշինյանն նաեւ ազգային ժողովում ասաց, որ պետք են կոնկրետ եւ հրատապ գործողություններ, որ այս իրավիճակը ինչ որ առումով շտկեն։ Ձեր կարծիքով առաջին ինչից պետք է սկսել։ Առաջինը պետք է սկսել օրվա կարգացակը պահպանումից։ Ոչ մի ոստիկանական ազդեցություն, հավատեցիք ինձ, որպես հրամանատար եմ ասում, էլի նախքին։ Ոչ մի ոստիկանական ազդեցություն եւ ճնշում։ Նայեք, ոչ մի ոստիկանական զոր կամ այլ աշխատող, օրինակ, այսինքն դրսից ներգործություն, այսպես ասած։ Ներգործությունը ինքը այն
օգուտը, որոնք պատկերացնում են, նկատի ունեմ, ինչ ակնկալիքներ ունեն, որ կլինի, չի տալու, որովհետև չի տվել ոչ մի ժամանակ։ Չի ուզում է մասը փոխել են ոստիկանության պետին, նոր ոստիկանության պետը նշանակել կամ այլ ոստիկանական հիմա կարող է նորից ԱՄՆ-ն հարգան իմ հետ աշխատող ոստիկանական ստորաբաժան ռազմական ոստիկանության մասին խոսում, հա, որ աշխատում ենք, մենք համագործակցում ենք։ Հիմա ասե տղաները բոլորը գլսեն, կարամ ազգանունները տամ։ Երկար տարիներ ես ծառայել եմ, էլի չէ։ Հավատեցիք, նայեք, եթե հրամանատարները եւ ոստիկանությունը հասնեն նրան, ասի ինչ պետք է անի, վերևից եմ նկատի ունեմ, էլի։ Ոստիկանությունը ոչ թե պիտի արձանագրած դեպք է, էլի, այլ ոստիկանությունը հրամանատարի հետ համատեղ պետք է այդ պրոֆիլակտիկ միջոցառումները ոչ թե թղթերը ստորագրեն համագործակցության մի պոլկի վրա դնեն։ Այս պետը դնի իրան պոլկի վրա, այս հրամանատարը դնի իրան պոլկի վրա ու ուղղակի պրոստո մնա էլ որ համագործակցության բան է ստորագրել։ Չէ, իրականում պետք է կատարեն։ Գործողություններ պետք է։ Մարդկանց թվում է թա այդ թղթերը ստորագրելով կարող է հասնել ինչ-որ հաջողության, բայց սուտ է, չեն հասնելու։ Ու եթե սկսեն ոստիկանական ճնշում անել հրամանատարների վրա, ավելի վատ էֆեկտ է լինելու։ Օգուտ չի տվել եւ չի էլ տալու։ Հրամանատարին ես ասեմ, կներեք, ասեմ որ իմանան էլի։ Հրամանատարները պետք է աջակցել տարբեր օղակի հրամանատարներին։ Պետք է սովորացնել հրամանատարներին։ Այսինքն, բայց եթե մենք մնաք ոստիկանական որևէ բան վերցնենք ու սկսենք դուժել իրանք, որ չես կարող հանում եք, չես կարող, բա լավ, ուր ենք մենք գնալու, էլի պետք է սովորացնենք, չէ՞, բա սա կյանքը սովորացել են որպես հաջողության։ Ասում ես, ինչ հաջողություն ո՞նց ես ասում։ Սովորացնելով, դաստալով, պրակտիկ միջամտելով եւ օգնելով, այդպես է քո հաջողություն լինելու։ Ոստիկանական մեթոդներով, զորքերում մենք օգուտ չենք, ասենք, ունենալու։ Պարոն Սահակյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալ։ Սիվիլների տաղավարում ես զրուցեցի Գրիգորի Սահակյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։